Ես ուզում եմ, ես մայրն եմ Միքայելի ու Դավիթի, իմ անունը Գայանե է, ես մասնագիտությամբ բժիշկ եմ, ուզում եմ ուղղակի մի բան խնդրեմ, այս թուրիմացությունը, որ իմ երեխեքի հետ եղել է, ես չգիտեմ, իմ երեխեքը ամեն կիրակի պատարագի են մասնակցում, իմ երեխեքը կարմիր դիպլոմով ավարտել են միջնակարգը, հիմա դպրոցում են ավագ սովորում, պարապում են, որպեսզի բու ընդունվեն, 4 տարեկանից ես առողջության հետ կապված, որպես մասնագիտության բժիշկ ես հոգ եմ տանում, տարբեր խնդիրներ ունեն, ես խնդրում եմ ուղղակի անաչառ քննություն արվի, բայց ինձ որպես մայր հնարավորություն տրվի, ես երեխուս տանը գոնե առողջությունը, կյանքը, ես չվտանգվի հանկարծ, քննության խնդրում եմ ուղղակի, ես էդ եմ խնդրում, ես բաց նամակ եմ բան արել, հրապարակել իմ կողմից, հենց ես եմ խնդրել, խնդրում եմ տվեք ինձ հնարավորություն որպես մայր, ես իմ երեխային տանը իմս գողության տակ, որպես մասնագիտության բժիշկ, տիրություն անեմ մինչև դատարանը իր քննությունը կատարի, ամեն ինչ ըստ օրենքի լինի, են մյուս տղաս էլ ես կասկածում եմ, որ թոքաբոր բա, հիմա ես ստեղ եմ, պետքա հասկանամ Դավիթը որոշումը, պետքա 12-ին բան անեն, կայացնեն, նոր հասկանամ, որ մեկին հասնեմ, մի հատ հետազոտություն անեմ Միքայելին, բուժեմ, բան եւ այլն, չգիտեմ, խառնված եմ, կներեք, ես չեմ կարողանում խոսել հանրայնորեն, ուղղակի խնդրանքս էդ էր, այդքան բան։ Ինձ ձեզ համար զարմանալի չէ, որ օրինակ այս գործով որևէ դժոխք չկա, բայց օրինակ Դավիթը ձերբակալված է։ Ես չգիտեմ, այդ հարցերը իմ հետ կապված չի, դա իրավաբանական հարցեր եք դուք ինձ տալիս, ես փաստաբաններ ունեմ։ Իմ խնդիրը, իմ երեխեքը զույգ տղաներ են, ես իրանց ունեցել եմ 33 տարեկանում։ Իմ երեխեքին ես շատ դժվարությամբ չարչարվելով պահել ենք, մեծացրել ենք, իմ երեխեքը կիրթ, դաստիարակված, ես կարող եմ մի քիչ համեստ չհնչի, բայց ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, էլի, ովքեր ճանաչում են իմ տղաներին, իրանք հաստատ իրենց ոնց ճանաչում են, դա կասեն, կուլտուրական կիրթ երեխեք են, իրանք ամեն կիրակի պատարագի են մասնակցում, տուն, դպրոց, պարապել, եկեղեցում պատարագի, всё. Ես բժիշկների կարծիքը կա, դատարան ներկայացրել եք բժիշկների կարծիքը, որ իրենց առողջական վիճակը անհամատեղելի է։ Մեր փաստաբանները այդ հարցին կպատասխանեն, ես չգիտեմ։ Դեսպիճշտող հարց, այսօր տեղեկություն դարձել ձերբակալության ուզածությունը եղել այս Նարեկ ջան, գործի հետ կապված ոչ մի հարցեր այս պահին որևէ բան չենք ասում, էլի Պակին Գայանեին է երևի թե այսքանը բավարար։ Չգիտեմ, ես Դավիթին այսօր չեմ հասրել, ես պետքա ուզում էի առավոտյան հասնեի գնայի Դավիթին գոնե մի հատ տեսակցության հանձնուկ տայի, հետո վազեի գայի ստեղ, բայց ես ինչքան երեք որովհետև չեմ հասցրել, մենք արդեն մտնում էի տեսակցության, հազիվ հանձնուկը հասցրեցինք, հետո պարզվեց, որ տղայիս բերում են արդեն բան, պարուր սևակի, չգիտեմ, այդ քնչական, հա, մի անգամից մենք գնացինք ընդեղ, էլ չտեսա, այսօր էլ չտեսա, վախեցա երեկվա բանը լինի, չհասցնեմ, դրա համար մի անգամից եկա ստեղ։ Կինգան, ճանաչելով ձեր որդիների մասնավորապես Դավիթին, ինչպես կբնորոշեք հուզական, պահիտակարված քայլեր, ինչը դրդեց իրեն։ Ամենալավը մայրն է, չէ, իր երեխային ճանաչում։ Այդ հրմշտոցի մեջ իմ երեխային կադրերում բոլորը կա, տեսնում եք, որ ինքը ընկնում է, իրան խփում են, ընկնում է, վերակենում, այս դունչը սենց է անում, աղբերը իրան պահում է, օգնում է, հետո այդ հրմշտոցի մեջ բրդում են, բան են անում, երեխա է, կներեք, էլի 18 տարեկան է, դեկտեմբերին է լրացել, բայց իմ երեխան է, ես այդ հրմշտոցի մեջ կարող է ինքը բան է արել, ու ինչ որ չգիտեմ, ես տեղ եմ ուզում կանգնեմ կամ բան, չեմ իմանում, թող անաչառ քննություն լինի,
Այդ բոլոր վիդեոները բոլոր տեղերում կա, բոլոր։ Տիկին Գրանեից ձեր տղաները քաղաքական ինչ-որ հայացքներ Աբսոլյուտն ոչ մենք ծնողները, ոչ իմ տղաները, իմ ծնողները եւ այլն սովետական ժամանակվանից հետո։ Մենք ընդհանրապես անկուսակցական ենք, ոչ մի կուսակցության հետ կապ չունենք եւ դա էլ է ինձ համար տանջանք, որ ինչի են մեզ այդ պիտակը կպցնում, այն քաղաքական աբսոլյուտնը չկա տենց բան։ Առավոտյան ժամը 7-ին եւ 7-ից ձեր տուն դուք պատրաստ եք դրանց։ Ես այդ հարցերին իմ փաստաբաններին խնդրում